Ուրախ, կենսախինդ, աշխուժ, հայրենասեր ու նպատակասլաց, այսպես են ընտանիքի անդամները, ընկերներն ու պարզապես ծանոթները հիշում Ռոբերտ Աբաջանին, ցավը ժպիտի տակ թաքցնելով, հայրն անընդհատ հուշում է, ուրախ դեմքով պատմեք նրա մասին։ Անհնար էր էլի իր հետ ինչ-որ թեկուս 100 մետր քայլել ու բերանը միջև ականջները չբացել, դա անհնար էր։ Կյանքով լի, ինքը իրանով լրիվ դրական էմոցիա։ Մեծ վերելք կունենար, մեծ թռիչք կունենար, ափսոս իր թռիչքը հավերժության մեջ եղավ։ Չարաճճի է եղել, բայց դրական լիցքերով ոչ մեկին չի նեղացրել, աշխատել է միշտ ճիշտը պահել։ Աբաջանների ընտանիքում այսօր ծննդյան սեղան էր բացված, հեռու մոտիկ, հարևան ու բարեկամ հավաքվել էին նշելու ապրիլյան քարոզիա պատերազմի ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջանի ծննդյան օրը, Արցախի հերոսը կդառնար 20 տարեկան։ Ուրախություն շատ էր սիրում քեֆ անել, ընդհանրապես չգիտեմ, մեր ընտանիքը մի քիչ շատ ուրախ էինք երևի ապրում։ Ռոբերտն առհասարակ բոլորի ծննդյան տոներն էր սիրում, ընկերներին ու բարեկամներին առաջինն էր շնորհավորում, ավանդույթը նա չխախտեց անգամ ապրիլյան պատերազմի օրերին, ապրիլի 1-ին վերջին անգամ շնորհավորեց հորը։ Բոլորին ծնունդները ինքը 12-ից 5 պակաս պիտի զանգեր, խոսար, որ առաջինը ինքը շնորհավորեր։ Բանակ զորակոչվելիս չէր տխրել, հիշում է մայրը, միայն թե կարծես գուշակել էր իր ճակատագիրը։ Ասում էր մամ կտենաս, ես Ղարաբաղ եմ ընկնելու, ես բախտ չունեմ։ Հերոսի սիրելի ծննդյան տորթը նույնպես պատրաստել էին, միայն թե այս անգամ բերել էին Շիրիմին, ընկերները հիշում են, սիրում էր այս օրը յուրահատուկ անցկացնել։ Միշտ ուրախ էր անցնում, միշտ շատ ուրախ։ Միշտ յուրահատուկ ձև, այսինքն չեղեն, հենց որ կրկնվի նույն բան անենք, միշտ յուրահատուկ է իր ծնունդը։ Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջանը զոհվել է ապրիլյան քարոզիա պատերազմում, տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, նա բացված նռնակը թաքցրել է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացրել, իբր հանձնվում է, թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան Աբաջանն իր հետ միասին նռնակով պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի, Ռոբերտին հետ մահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում։